Տիգրան, խնդրեմ եւս մեկ անգամ ներկայացնես միջադեպը եւ կոնկրետ քո պահանջը քննչական կոմիտեից։ Կոնկրետ իմ պահանջս քննչական կոմիտեից նայա, որ ինձ անհիմն տեղի առանց փաստով, առանց ինչ-որ մի մեղադրանք, որ իմ վրա ներկայացված է, չկա։ Բռնել են տարել ինձ Հավային դե հարցաքննել առաջին օրը, էլի ոչ մի բան, ոչ մի տեղ չեմ դիմել, որ անհիմն է, երկրորդ օրը որ տարել են բռնել, ծեծել, հայհոյել, ծեծել է էլի հետ, եթե հայհոյած չլեն, այսքան բանը չերնի։ Հիմա իրանք պետք է օրենքի մարդիկ են, իրանք օրենքի, մենք իրանցով ենք արխային հելնում ես պետությունը մքայլում, իրանքը մեր պաշտպանը քաղաքի մեջ։ Հիմա բռնում մնա մեր մարդուն տանում բեսպրի ձելավարի բռնում տոփում։ Աղմուկից հետո փորձել են ձեզ հետ կապվել, գուցե հանգուցալուծել խնդիրը, որպեսզի չհասնի աղմուկը ավելի մեծ չափերի։ Չէ, տենց էլ դրանից հետո որ մեր բարեկամները եկան ասան ինչի եք Տիգրանին բռնել, ասել են Տիգրանը ձերբակալված է։ Հետո բարեկամները այդում տնից որ գողություն են։ Այո։ Տիգրան ջան, իսկ հիմա այստեղի պահանջին է, որ ոստիկաններին ձերբակալեն մեղադրանք չէ առաջ։ Այո, ոնց օրենքը պահանջում է, ոնց որ մարդիկ օրենքով շարժվում են, իրանք իրանց պատասխանը պետք է տան։ Ամեն մարդուն վերցնում են տանում։ Հիմա ես ոնց այդ քաղաքում սրանից հետո ապրիմ, եթե իրանց այնը որ համապատասխան օրենքով չպատժեն։ Այդ դրանից հետո ես որ դե ապրեմ պետք է վախենալով ապրեմ, ելում է պետք դե ապրելը։ Կարող է այս դեպքից հետո մի ամսից հետո գանել այսին արի գնանք 2 րոպե զրույց անենք, էլի տանեն տենց տփեն էլի գանգստե, այսինքն մեզ տարել են տփել, չկարանանք ապացուցենք։ Հիմա ամեն ապացույցել են ակավականները ոնց են եկել վերցրել ինձ անհիմն տեղի տարել։ Իսկ ձեր մամնի վրա կան ծեծի խոշտանգման հետքեր։ Դե բժշկական որ գնացել եմ հիվանդանոց են դե ասեն են որ գլխի այս ականջիս հատվածում սանջարդե կա։ Արձանագրվել է։ Այո։ Երեք հարուցվեց խոշտանգման մասով քրեական գործ։ Հա, քնիչը կանչեց, հարցաքննեց, ինչ ձեզի պատմում է։ Վանաձորումա կանչ։ Այո, ասելա գործը ուղարկել ենք Երևան։ Իսկ գործը հարուցելուց հետո նորից բժշկական փորձաքննություն եւ այլն ինչ-որ։ Հա, գնացել ենք կներեք դատական բժշկի, քնիչը տարել է։ Այո։ Ինչ ա եղել այնտեղ։ Դե բժիշկը նայեց, գրեց, արձանագրեց, всё գնացինք քնչական։ Արձանագրեց, որ կան մամի վրա վնասվածքներ եւ այլն։ Ինձ բան չի ասել քնիչը։ Այն ամեն ինչ։ Հա։ Ուրիշ հարցեր կան։ Այո, Տիգրան, դուք նաև դեպքից հետո նաև այն կայքը, որը տարածել էր հաղորդագրություն ձեր միջադեպի մասին, նշել էր նաև, որ կարծեք փորձում են նաև ազդել, գտնել աղբյուրները, ովքեր որ բացահայտել են, տեղեկություն ունեք դուք, թե ով է հետաքրքրվել, գուցե ոստիկաններն են հետաքրքրվել, ուզել են հաշվի արդար տեսնել, ինչ ինֆորմացիա ունեք այս առումով։ Ես մենակ կարա մի բան մտածիմ, ես էլ անտեղի տեղը չեմ կարա մարդու մեղադրին, որ իրանք տենց իրանց բեսպերի ձելավարի պահում են, իս նման տենց լիքը մարդկանց տարածքներն այդ տենց տանջացել է ասած, Են աստե մի հատ կնիկ կա իմ հետ եկալա, ինքն էլ կուզի, իրա տողոնել են տարել այդ տենց երեկա իմ հետ կապնվել, հա, նույն բաժդու, ես էլ այդ կնիկն այրեք իմ հետ կապնվել ասելա ուզում եմ ես էլ գամ իմ բողոքիս, դե չգիտեմ, թո ես կնիկը մոտիկանա իրանց։ Այդ ձեր բարեկամներ են, որոնց տնից գողություն են արել, ձեր ինչն են, ասում են ինչ են տարել տնից եւ այլ, եթե կարաք ասեք։ Դե ես որ ճիշտ ասեմ չեմ ոսկե են տարել, տենց են իրանք ասում, բայց դե որ ամա ես չեմ ուզում դրանից խոսամ էլի, որ մի բանի հետ կապ չունեմ։ Ինչքան ժամանակ է Վանաձորում եք ապրում։ Մի տարի մի ամիս է Վանաձորում ապրում, հələ կյանքում ոստիկանություն ոչ ընկածում, ոչ մի անգամ շունս մի աղջիկ պատահական վերցրեց տարեց իմանալով որ տեր չունի, գնացել եմ դիմել ասել եմ կարակ կամերաներով իրար հետ օգնին գնանք շունս ճարենք, էտա Այսքան վաղտան դեպի ես ոչ ոստիկանությունում ընկած, ոչ ինձ նորմալ որպես քաղաքավարի, որպես քաղաքացի դե ապրել եմ,
նորմալ ձևի։ Լավ, միջադեպը այդ օրը ոնց է եղել, ձեզ զանգահարել են ձեր ազգականները, ասել են, որ իրենց տանը գողություն եղել, այդքանի մասին տեղյակ ենք։ Դուք ում հետ եք գնացել այնտեղ եւ ոստիկանները հենց իրենց տնից են ձեզ տարել բաժին։ Չէ, ես որ ինձ զանգել են, ասել են գողություն ա եղել, ես այդ վաղ մեր բարեկամի այդ աղջկա մեր բարեկամի աղջկա papayi հետ էի մեկել իր երեխու Արցախ պուրակում։ Դե Վանաձորում մենակ մի հատ այգի կա կոչվում Արցախ պուրակ։ Այնտեղ եք զանգահարեցին, դուք գնացիք Հետո այդ դեպքից հետո որ ոստիկանները եկան, ասեցին դուք գնացեք, որ ասեցին բարեկամա դուք գնացեք, ես եկա տուն, գիշերը զանգեց Կրիստինա, մեր բարեկամը, թե բա ամուսինս նորից գնացել է գործի, papan էլ տունն է, կլինի հետս գազ քնչական կոմիտե, որ մենակ չլինի։ Ասել եմ հա խիչ եմ գա, շուր ես հակել եմ իր հետ գնացել ու դեից առաջի անգամից 14-ին գիշերը ասում են որ մտել ենք որ Կրիստինայից պետք է քննեին ասում են կարաս մի րոպեով գազ գնացել ենք երկու ես գնացել եմ զուտ որ այդ աղջիկը իրանց տնից որ գողություն հա ինքը իրան քնին հարցակնին բրծին իր հետ որ մենակ հա էտել այդ աղջիկն այն զանգարել ասել դեից առաջի անգամ 14-ին ինձ տարալ հարցակնալ Էլ այդ այնց գրուպի ձևերով, բան յոգորտ անգամ եմ ու յուս օրը 3-30 տոլիկ 40, 15-ից 30, տենց եկան թե կոմոտիկանաս ու տենց տարալ այդ այնց վեխը թե հանի, եսա մշակում են քեզ, եսա պրիզնա տարի, բանը դու ես կազմակերպել, ես ասում եմ, եթե ես եմ կազմակերպալ, ապացուցի, ես կյանքում տես բան չեմ անելի, որ անողել ելնեի, Հենակ ասեի տոնը մարդ չկա հետո գնացեք գողություն արեք, ես այդքան կազմակերպողի նմանում, ասում է ես բոլոր սրբությունները ուսում, երթուն պետն ասում, որ դու պրիզնատ գաս, ես քեզ տերից չոր կահանեմ, ես կահանեմ, ես ասամ ես ոչ մի ոչ պրիզնատ գալի բան ունեմ, ոչ էլ ես, եթե ինչ որ մի բան կա իմ կոնկրետ իմ անձի նկատմամբ, ես ոչ մեկին ոչ կարա մեղադրին, ոչ է կասկածի Բայց ձեր վրա ինչ նշաններ էին, ասում եք, վերքեր կային։ Դե գլուխս ամեն տեղից ուռած էր, ես առաջի անգամում տես ձեզ կերալ, որ այս Ոստիկանները հարվածեցին։ Ինչի համար էին հարվածում։ Ասում է խոսա պրիզնատ տարել են ծեծել, որ պրիզնատ կան, որ ես եմ արել գործը փակեն գնա։ Ինչի համար ես ինչ իմանամ իրանք ինձ ինչի համար էին ծեծում։ Այդ հարցը իրանց պետք է տակ։ Տիգրան, գիտեին, որ դուք նաև պատերազմի մասնակից եք։ Հա, ինձ դե առաջի անգամ որ խփել են ասում, լավ է չեք ամանչում, մենակ տողում բեալը կստեան հիմնը տեղը տփումը կասում։ Լավ էլ գիտեին իրանք։ Ձեր բարեկամները հետո չգնացին, ասեն, ինչ եք արել։ Մենք չենք Հա, եկալ եմ, մեր բարեկամը Կրիստինան եկալա թե ինչ իմ քո Տիգրանին բերած թե իրանք ասել են Տիգրանին կալանավորել ենք։ Դե մա ես էլ ուզում եմ հա ձերբակալել են, ինչ իմ քողոքից ձերբակալալ։ Ինչքան ժամանակ եք մնացել ձերբակալված։ Մի օր 11-ի 10 օրով շահաշվեց 14-ն ու 15-ը համարյա մի օր դե եմ եղել։ Գիշերը այնտեղ եք մնացել։ Դե 14-ին գիշերն էլ են տարալ դե առաջի օրը, հետո 15-ին։ Ուրիշ հարցեր կան, ես կարամ գնամ։ Շնորհակալություն։ Մայր, я тоже